Դատարան կգնանք կտեսնենք։ Իմ քայլը այն դաշինքի անվանումն է, որը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կազմել էր Երևանի ավականիում եւ ազգային ժողովի ընտրություններում նախորդ գումարման ազգային ժողովում եւ իմ քայլը բրենդ է, որը քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է եւ ուղղում է անում ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6.1 մասին, որը ենթադրում է այն հիմնադրամները, որոնք ապելացնում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն գործունեությունը ընտրությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնել։ Ուրախ եմ, որ Դանիել Իոնիսյանը ինչ որ մի փուլում մի քանի տարի անց բացահայտել է իր համար, որ իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է նախկին խմբակցության անվան հետ, նույնն է կրկնում է եւ այլն եւ այլն։ Եվ հիմա նման հայց է ներկայացնում, իսկ դա իրականում խախտում է թե ոչ կերևա դատարանում։ Դանիել Իոնիսյանի անկախ դիտորդ կազմակերպությունը դաշինք էր, թե ոչ դաշինք էր, գործում էր նաեւ 2022 թվականին եւ խնդրում եմ անպայման հարցրեք 22 թվականին իմ քայլը հիմնադրամի անվանումը որևէ կապ ուներ իմ քայլը համանուն դաշինքի հետ մոտ էր, թե այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում։ Խնդրում եմ իրանից հարցրեք, իսկ մենք մնացածը դատարանում կորոշենք։ Դուք հիմա պնդում եք, որ բացարձակ ոչ մի խախտում չեք տեսնում։ Ես մեջ բերեցի բոլոր օրենքները, որոնք վերաբերելի են տվյալ իրավիճակի համար եւ առնվազն իմ տեսակետից, ես մասնագետ չեմ, տպավորությունը այդպեսին է։ Դատարանում կերևա գուցե պարտվենք, գուցե ոչ։ Դա երևա չեմ ուզում առաջ անցնենք իրադարձություններին եւ մեզ վերագրենք դատավորի դերակատարում։ Նաև Իոնիսյանի մասով կասեք պատասխանատվության ինչ տեսնում իրավական ինչ չեմ կարող փաստաբանները կմշակեն, ես հիմա հայտարարում եմ, որ պարզապես մտադիր եմ եւ վճռական եմ իմ իրավունքները պաշտպանելու իմ որպես կին, իմ որպես քաղաքացի, իմ որպես ընտրող եւ իմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Դուք նաև խնդիր չեք տեսնում, որ Տիկին Նազարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագրի անդամ եւ ձեր ողջաբանությունը։ Ես խնդրում եմ ասուլիսից հետո բացել օրենքները եւ գտնել խնդիրը։ Չէ, ես ձեր գնահատականն եմ, ձեր պատկերացումը։ Ես կարդացի օրենքը, կարդացի ԿՀ պարզաբանումը։ Այդ համատեքստում դուք իմ քայլի հիմնադրամի բոլոր աշխատակիցների վրա վստահ եք, որ որևէ մեկը քարոզչություն չի իրականացնելու օգուտ քաղաքացիական պայմանագրի։ Այնպեսի հարց եք տալիս, դա սկզբունք է, որ մենք որդեգրել ենք որպես հիմնադրամ։ Եվ դա սկզբունք է, որը իմ ամեն հաջորդ հանդիպման, ամեն հաջորդ շփման մեջ հնչում է։ Այսինքն, եթե մենք ուզեինք քաղաքացիական, մենք ուզեինք որևէ ձևով առնչվել ընտրություններին եւ քարոզություն իրականացնել, դրա ձևը գիտենք, չէ՞։ Դուք Փաշինյանի կողքին եք վերջին շրջայցերի ժամանակ։ Եվ նրա այդ շրջայցերի քարոզչական նպատակ չունի։ քարոզությունը սկսվել է։ Ինչպես։ Մենք քարոզչության փուլում ենք արդեն։ Ոչ հարցրեցին, բայց այդ բնական չի, լրագրում։ Ինչն է բնական։ Ինչպես է ընկալվում։ Շատ լավ։ Դուք զբաղված եք քարոզչությամբ, դա այդպես է։ Դուք ընկալում եք, որ ես զբաղված եմ քարոզչությամբ, հրաշալի։ Փաշինյանի քարոզչական է։ Դուք հիմա կարող եք ինձ նայել եւ ընկալել ցանկացած բան, ոչ մի կերպ չեմ կարող ձեր ընկալումներին խոչել։ Եվ դուք ազատ եք ընկալել ցանկացած բան։ Տիկին նախապատրաստում մենք ընկալում ենք դուք բան։ Դուք Տիկո Փաշինյանի կինն եք։